Շուտվանից ճուխով մեքենա չկար։ Հա, այս մեր դիմացի մեքենան չէ։ Հա։ Արի իսկում Երիկա ծուխ շնչենք։ Ողջույն։ Ողջույն։ Կորյուն փողոց ամսի 10-ը ամիսի 5-ից եսի մինչ 5-ից 15։ Ամենահետաքրքիրը որ Մասիվում 20 աստիճան էր, կենտրոնում 24 է, այդքան մեծ տարբերություն չի հիշում։ Գնում ենք Աչափնյակ, ժողովուրդ ջան, ուսումնասիրենք Աչափնյակը։ Իսահակյան փողոց չհասցրեցինք մաշտոցը կտրենք։ Գնացինք Իսահակյանով շարունակում ենք, մոտենում ենք Կասկադին, Աչից Գեղարվեստի ակադեմիան էր, հիմա էլ Աչից ձախից սրճարաններ, ռեստորաններ։ Բացեցին, տեսես, փակ էր, չէ։ Աչքոմինը։ Հա։ Հիմա էլ ինչ-որ մաստեր-կլաս գրած էր։ Հա։ Արդեն մենակ ուտացնելը քիչ է, որոշել են ժողովրդին սովորացնել։ Ես ինչ լավ է գրում։ Հա։ Հարգանք չկա վարորդի նկատմամբ։ Դուրս գանք Բաղրամյան։ Դեմ դիմաց գրողների տունն է։ Մենք դուրս եկանք Բաղրամյան։ Բարի հաջող Բաղրամյան։ Ես ստորգետնյայով անցնենք Օրբելի։ Օրբելի եղբայրների փողոց։ Չա կոչվում։ Չգիտեմ։ Թե հնարեց։ Կարող եմ մենակ մի Օրբելի փողոցն։ Չգիտենք։ Այստեղ Աչից գոսպիտալներ չէ։ Հա, բան չի երևում ձեզ։ Գոսպիտալի շենքը թողել են։ Ու շուրջը մեծ համալիր է անելու բնակելի։ բայց շենքը մնալու է։ Հա, շենքը նենց չգիտեմ ինչքանով կսազի այդ նոր համալիրին թե ինչ, բայց մնում է։ Տեսել են մենց շենքը, սպիտակը, ձախից, որը էլի նայեցինք, կարգին բակ չկար, տեսել մեր Մարգարիտայի դպրոցը, այդ չգիտեմ Սաշայի ժամանակ ոնց էր կոչվում, հիմա կոչվում է Համբարձում Գալստյանի անվան, Սաշա ջան ողջույն։ Ողջույն Սաշա ջան եւ Սալվի ջան։ Այո։ Իմիջիալից ես ասեմ, որ անի ինձ ստանն էինք մերոնցից Աղալյան, իրա հոր և պապիկի վերաբերյալ որ հավաքույթ էր, Կարենը Բալյան մի հատ հետաքրքիր բան ասեց, հիշում ես, ասեց ինվեստորների կուլտուրա դեռ չկա, էլի, որ ինվեստորները չեն հասկանում, որտեղ տեղեր դնեն, հա, ներգրավեն, այո, գումարները։ Իդեպ մի անգամ հետաքրքիր է, որ Լևոնի հետ զրուցում էի Վարդանյան, ինքը նույն բանը ասեց դեռ ինվեստորները կամանց են կուլտուրա ձեռք բերում։ Այս նորակառույց շենքերի վրա լավ երևում է, գիտես, ահագին սկսել են այդ բակերով բանով կառուցել, էլի, քիչ ահլ է, բայց կան։ Իսկ ամենասկզբում բացարձակ չկար։ Այսինքն տնգում էին մի հատ շենք մի տեղ ու վերջը ձեռները լվանում էին, թե ինչ հարմարություններ այդ մարդկանց, ինչ կանաչ գոտի, հետ հետաքրքիր չէր իրանց, ավելորդ գտնվեին փող պետք չի ծախսել։ Առաջինը իհարկե բանն էր, երազներ, որ ապշեցինք տենց
մտածեցին ժողովրդի մասին, էլի։ Բայց հիմա մի քանի հատ կա արդեն։ Ու Կիևյան ողոց։ Կիևյան կամուրջ, այստեղ մեծ ռեմոնտ էր, չէ, խոստացվում, չիմացանք ինչ է, հավարեցին։ Մի անգամ շատ երկար ժամանակ էլ ինչ-որ մի բան անում էին փակել։ Բայց հետո ինչ խոստացան ինչ չեն արել կամ արել, չգիտեմ։ Ստուգել Ձախիցուն սուպեր շենքն է 30 հարգանի ոնցուրդը ու Հալաբյան փողոց Կարո Հալաբյան նույնիսկ Մոսկվայի գլխավոր ճարտարապետը եղել, գիտես, Կարո Հալաբյանը։ Հա, գիտեմ։ Կարդացել եմ։ Հա, ես մի քիչ ինձ կասկածով ասեցի, բայց որ դու Երեկվա տեղը մոտավորապես, ես են շները, որ ստեղ վազվզում էին, Անայ ջան դու գնա, ես մի հատ ստեղից տեսարանը նայեմ, միանամ քեզ։ Ահա, կամուրջը, համալիրը, լավ է էլի, հավես է, չէ։ Պալիցից բը։ Կատերինան ես։ Այո։ Կատերինա։ Տես, ընդամենը մի կես ժամ ենք երեկվանից շուտ, բայց տես մարդ չի գնում համարյա։ Երեք ինչքան շատ էին։ Լավը չի, դրան կարող է դա էլ նպաստի, չէ։ Դաշե, հա, մի քիչ առաջ մի թեթև անձրևը կաթած, բայց հիմա բաց է։ Առավոտը չէ, ցերեկն էր, 12-ին հորդարատ անձրև եկավ, մեկին ժամանակ։ Հա, դե ես քնած եմ եղել գործում դրա հետ։ Հալաբյան փողոց Անայդա Ռաֆայելովնան տեղ ունենք, ամեն ինչ ունենք, կողքի աղջիկներն էլ համենայն դեպս ասեցինք, որ պահեն մեր տեղը, ասեցին մենք ստեղից ոչ մի տեղ չենք գնում, ստեղ ենք։ Ուզում եմ իդեպ մերոնցից Իգերին շնորհակալություն հայտնեմ։ Իգեր ջան, շնորհակալություն շատ։ Այդ ЖԲԿ-ն, որ ինքը գրել էր, որ այս հրատեղը ЖԲԿ էր, Ժելեզաբետոննի կոմբինատ, ոնց էի ես մոռացել։ Իդեպ Թումոյում, որ աշխատում էինք, ես են կոմը ման եկա մի քիչ, ինչ-որ տեղը չբերեցի որտեղ է, բայց դե Իգերը ստեղ ապրել է, որ ասեց ուրեմն այստեղ էր հաստատ։ Ուրեմն այդ ЖԲԿ-ում ես ու են լավ ընկերս, որ չկա հիմա։ Աշխատել ենք այդտեղ։ Այդ տարի պետք է Մոսկվա գնայինք, կինոֆեստիվալ էր Մոսկվայում։ Ասացինք մի քիչ փող աշխատենք, որ եղբորս խնդրեցի, ասեցի մի հատ գործ մեզ էլի։ Ու այդ ЖԲԿ-ն ընդունվեցինք 3 թե 4 օր էր։ Խելոք կանգնած այդ արմատուրաները կապում էինք ընկերոջս հետ, սովորացրեցին, դե մի բարդ բան չէր։ Մեկ էլ մի օր եկանք, հոսանք չկար։ Մի քիչ ճիշտ ասած ուրախացանք, որ կգնանք տուն արդեն մի թեթև զզվել էինք։ Հա, ես եկա այս կողմ տենամ սասը որտեղ է։ Ընդեղ է, հա, չէ, ավելի լավ է մի հատ ավտոբուս նստենք, ստեղից մի կանգար բարձրանանք, կարծում եմ։ Հա, ուզում ենք գնենք արդեն, մեկ էլ պրարաբը ասմա, դուրսը ասմա մի հատ, այս են ստեղ էլի մի տեղ, մայթից դուրս, ասեց եկեք կլունգները վեկալեք, գնանք, փորեք այդ կաբելը կտնենք որտեղ ախապած, ասեցինք ոնց, բանում փողոցում գործ անենք, դե մենք ուսանող տղեք, ծանոթ աղջիկ Ասեց, հա ինչ է եղել, ասենք լավ,
Եկանք մի երկու հատ խփեցինք այդ քլունգով, ասֆալտը քանդեցինք, զզվեցինք այդ գործից, արևն է խփում էր։ Գնացինք, ասինք մենք գործից դուրս ենք գալի։ Հագնվեցինք, իջանք Կազիրոկ։ Ու ինչն էր ամենահետաքրքիրը։ Ուրեմն Կազիրոկում տենանք մի հատ մարդ է, այս բեղերով, ոչ բարձրահասակ, ու ավազի վրա սուրճ է պատրաստում, պատի տակ, ողջույն։ Տիկին Անահիտը նստած է, այո։ Լավ, տեսնեմ հեսա, լավ եք։ Լավ ենք։ Բանը չեք մոռացել, չէ՞ որ տիկակ նկարահանման։ Որտե՞ր։ Արնո Բաբաջանյան։ Արնո Բաբաջանյան։ Ժամը 7-ին։ Ինչ է, մի հատ հիշացրեք։ Գիտարի փառատոնը։ Այո, այո, դե որ տիկին Անահիտը գիտի։ Շեֆը տիկին Անահիտն է։ Հա, պարզվեց Արտուրն է, որը հետո արդեն շատ հայտնի դառավ քաղաքում, հետո գնաց Սկվազնյաչոկ, հետո կնոջ հետ ընդեղ խաչապուրի, սկսեցին համել պատրաստել, մի խոսքով, վերցրեցինք այդ սուրճը, այդ ինչ հոյակապ զգացում էր ազատության ու հոյակապ սուրճի, այտենց, վերջում ինչ-որ աշխատավարձ տվեցին են 3-4 օրվա, չեմ հիշում ինչ էր ինչ-որ մարդը 6 ռուբլի, 7 ռուբլի, այտենց մեր բանվորական էպոպեյան ավարտվեց, ու այդ սաղ ստեղ էր պաստորեն, Իգոր ջան շնորհակալություն, բայց Իգորին էլ պետք է մի հատ, ինչ ասեմ, նկատողություն ասեմ, Իգոր ջան, երևի չեք լսել այդ րոպեն վիդեոյում, ես հատուկ Թումոյի համար ասեցի, նայեք Վիկիպեդիայում շատ մանրամասն բացատրած է ինչով է զբաղվում, որ քաղաքներում է աշխարհի եւ այլն, ոչմ Վիկիպեդիան որ նայեք, լրիվ կպատկերացնեք ինչ հզոր կազմակերպություն է։ Ուտեղ որ գրած է տնօրենը Մարի Լու Փափազյան, իրոք շատ խելացի աղջիկ է, մենք որ գործ էինք անում, դե իր հետ էինք պայմանագիրը բանը, ինչ ասում ես, տենց կեսից մի անգամից հասկանում է, մի անգամից շատ լավ լուծումներ էր ընդունում, մի խոսքով ուղղակի հաճույք էր հետը աշխատելը։ Այտենց հայր, հիմա Անահիտին վերցնեմ մի հատ, նայեցի, սասը մի կանգար մոտեն կողմա կարելի է նստել ավտոբուս գնալ։ Ահա, ինչ-որ բան եկա, բաներ։ Պետք է առաջացակ, բայց դու պետք է դարձես, հա։ Մուտքը, չէ, տոմս պետք է առնում։ Սասի մոտ կանգնում եք, չէ։ Սասի ես։ Հա, ոչինչ։ Հա, մի քիչ առաջ գնա։ Բա պետք է ստանամ, դու անցի, Անահիտ։ Չի փակվում։ Այդ արտի ապարատ։ Ես գիտես ոնց է։ Չէ, չգիտեմ։ Չէ, տղեկը գիտեն։ Այդ մեկ։ Այդ անգամ։ Երկրորդը չի անցել։ 5 րոպե չի անցել։ Լավ կանցնի կխփենք։ Проблем չի։ В общем, сюда вот прислонить надо. Ничего себе. Հակապ չի 10 րոպե։ Հիմա այստեղ ասասի կամարը։ Դա իշնեք կարակ վերև իշնեք, կոմիշնեք։ Հա, ոց վերև իջնենք ավելի լավ։ Ամել են մի տոնսը կստանանք։ Չէ։
ուզում առնեմ։ Բախես մարդունը եղավ։ Բայրանը եղավ։ Հասկանալու բան է, նայեք։ Այդ այգիի մոտ թեքվում եք դեպի այգի, թե ուղիղ եք գնում։ Բայց այգին սանկնի վրա է, սանկնի վրա է։ Չէ, այն մյուս խաչմերուկն է այգի։ Լավ գնացինք։ Մի հատ է փորձեմ, թե չի կարելի։ Չի լինելու մի փոփ։ Չի լինելու։ Արի։ Այսենց մղեցին մեզ հանցագործության անայդ։ Մի հոգի զայզայ։ Կարող է ես, ինչ գիտես։ Հայան այդ։ Դու քարտերել ունեի, չես վերցրել։ Մեքենայի մեջ է, հետո ինչ ունեմ։ Թե вообще տաննա չեմ անում։ Իջանք սաս։ Հետո սասը նրանով է լավ, որ կարանք ոտով իջնենք դելի։ Հա, արի ձերքերներս լվանանք էլի ավտոբուսից հետ։ Ես չեմ լվանում, դու լվա։ Չէ, դժվար տուն ելնի։ Նրանոց չէ կարող ալինի։ Կարող է, հա։ Չնայած սրանք դռները գարաժի դռներ չեն, անայդ։ Բա ինչը։ Դե ապակուց ինչ-որ սենց, չգիտեմ, գարաժի դռան տեսք չունի։ Ինչա չգիտենք։ Այ մտավ երիտասարդը կարայի իմանանք։ Շատ ներողություն, մի հատ բան հարցնեմ։ Հասցրեցի։ Դե ուժեղ շխշխկոց է, այդ դռներից չլսեց։ Այս շենքը գիտեմ, եթե նույնն է մնացել, այս բարձրահարկը։ Ինչա որ։ ԴՀԱԿ, դհակ, դատական, չեմ անում ինչերի, մի խոսքով։ Օրինակ շտրաֆը, որ երկար չես մտնում, գալիս աստեղ։ Հիսում եմ, դու եկել ես ստեղ։ Հա, եկել եմ։ Երկու անգամ ինձ կցել էին ըտեղ։ Ոյ, Են վաղտ չէի իմացել։ Մի հատ էլ ստեղ են սարքը։ Դեռ կառուցում են, նայ վերևերը չկա։ Չէ, սենց ուր անցնես անայդ։ Բա հենա ժողովուրդը սենց է գնում։ Դե գնանք։ Ծանր պայմաններ են։ Շնորհակալություն։ Այս բնակելի շենք է աչքիս։ Հա։ Բնակելի շենք է, չէ՞։ Այս է Ֆուջիկը։ Անայտին ասեցի գնա ուտ կորդում նստի, ընտրի, ես մի հատ շետեկի գիտեք, իչնեմ տենամ
Ինչ-որ մի բակ նախատեսվում է այս Զարլամա շենքին։ Ուզում եմ հասկանամ, ոնց եք կարծում, դու ստեղ մոտիկ եք, հա, աշխատում։ Ստեմ աշխատում։ Հա, ինչ-որ բակ նախատեսվում է ստեղ, թե։ Օ, էդի չենք կարա իմանանք։ Չենք կարա իմանանք։ Ես նայում եմ, ինչ-որ տարածք չկա առանձնապես։ Այնտեղ արդեն առանձնատուն է, չէ՞։ Որն առանձնատունը չենք խանդել։ Տան տերեք, հա, թե ուղղակի։ Կարող է էլի, բայց եթե բակ բան չլինի գամի չանեն։ Վերևն է ոնց որ բա։ Վերևը։ Հա։ Հայաթ հայ։ Այս բակն հələ դե պատված չի, որ չեն բրծե։ Հա, էլի ճիշտ է։ Այն կողմից ճանապարհ կա իշնող։ Ստե։ Հա։ Հնարավոր է ինչ-որ կանաչ տարածք նախատես։ Եթե ավելի լավ իմանան ոնց որ իրենց սպրարապ կամ Հա։ իրենց հետո որ զբաղվում է առու ծախով։ Լավ։ Իսկ ես արդեն սասն է, չէ՞։ Հələ մի հատ տեսարանն էլ նայեմ։ Տեսարանը դե բան չի երևա, օկար։ Հա, այն տանիք է բան անում, հա։ Վերևից բայց լավ տեսարան է։ Ասում էին Յանեսյանի վրա բրծել է տաները դա։ Ապրում են, հա, արդեն։ Չեն ապրում, բայց առած ապրել։ Հա։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Զորն այդում է։ Դե պարզ է, հա։ Հա։ Բաց չի։ Մի քիչ պրոստը քամոտ է։ Դե ոչինչ, քամին։ Հա, երիտասարդը ասում է, մենք 0-ից հետևում էինք, շատ որակով շինարարություն է գնում։ Դե ասեցի, հիմա ճիշտ ասած, բոլորն էլ արդեն ոնց որ թե որակով են անում։ Տեսարանը ասեց ֆանտաստիկ է։ Հա, այդ մասը լսեցիք ոնց։ Հիմա անայտին գտնեմ հետ։ Այս սուպերմարկետն է, այն կողմը ֆուդ կորտն է, մի հատ անկապ երաժշտություն են։ Դա չէ, այսօր թխվածքի օր չի Անահիտի մոտ։ Բա ուր է։ Տենում եք, ես չեմ տենում։ Քթանք իրար։ Կարտոֆիլով, հա։ Ու էդ էլ պոնչիկ, հա։ Հա։ Չէ բուրեք վերցնում ենք։ Ես չեմ ուզում, դու ոնց ուզում ես։ Լավ։ 4 հատ, հա, կարտոֆիլ։ Սա կարտոֆիլով չի, սա մսով է, սա է կարտոֆիլով։ 4 հատ կարտոֆիլով։ Իսկ պոնչիկ, որ սպասենք կարող է տաքը ելնի։ Հա։ Քիչ ճրճրանալի։ Շատ ենք ուզում։ Կարակ սենց փքված անենք 2 հատ։ Դավայ, կսպասենք։ Էս տվեք, մենք մինչև Չէ, ուտենք։ մենք գնանք մուծենք։ Հա, 2 հատ պոնչիկ, 4 հատ կարտոշկա, հա։ Մեկ էլ ինչ ես խմելու։ Չի, 4 հատ շուտ է ինձ։ 2 հատը ինձ շատ է, մի հատ պոնչիկ, մի հատ գրաժիկ։ Թե լավ 4 հատ վերցնենք, թե մուտի ընդեղ ուտես։ Գնացինք։ Պոնչիկը ասեցիք, չէ։ Ու թան, չէ, թան ես խմում։ Հա։ Հիմա բանն է։ Հա, ես են KFC հավերից է։ Են մի կասան ոնց էր միշտ չեր աշխատում։
սոուս բոլորի Խորոված, կեբաբ Թեքսում և նոն-թեքսումների հետաքրքիր Ձերտեք, սեղեք Այս կարտոֆիլը անայտը սիրում էր, կարող է շտապեցինք Հելավ ընդեղ արդեն Չնաց պերաշնին լավն է շատ ման չունեմ ասելու Չորս հատ կարտոֆիլով Հարկանդակ Սովորականը թե տնական Տնական է, հա երևի Այդ չիմացա Որն է լավը Երկուսից է տանում են տնականը մածունով խմոր է Հա, տնական երկու հատ պոնչիկ երկու հատ էլ թան Են 300 է ինչ է էլի Հա, ձեր մոտ է թանը Տանը 400 ծածում աղվել է ասել 300 Ալկետից ասել է 400 Հաժում է 400 է Հա, մի վաղտ ինչքան էր Ու ասել କି 300 գրամ թոքվել է 300 էլ դարել է 400 Այս տապիտելու Հա 2600 2600 Սա Այո Այստեղ հոպատ Հա, եմ վերևը Հետո եկավ Ով ձեզանից հետո եկավ, ասեք իմանանք Լավ ներողություն բանը Դու Ես երեխանի կամնած եմ ես տնասում Վերցեք, չէ իրանից վերցեք Եսը չեմ վերցում Ուղղակի ու դուք ասում եք ես մեծատ զու դրա համար եմ ձեր Ես բան չասեցի Հա, բոնչիկը կսպասենք, չէ հետո կգանք Հա Ես տնականն է, չէ Հա Ձեր շնորհակալություն Գնանք Ստեղ աղմկոտը Մի հատ վիդեով կնայեմ, ես որ եկա այդ մարդը կար Իմ կարծիքով չէ Հա, թանը վերցնում Ասեց պոնչիկը եղել է Սպասեմ, չէ պոնչիկը դեր Հա
Բաժակ, հա, կվերցնեմ։ Բաժակ որտեղից վերցնեմ։ Բաժակ։ Բարը։ Էլ բաժական է։ Ես լիֆտը ուրա գնում, մենք գնացել ենք, չէ երևի վախտին։ Զարյատկա են ընդեր մեքենաները, հիշում ես։ Ներքևը։ Ներքևներ թե երկրորդ արկն է։ Չէ, անե, դժվար ինչ երկրորդ։ Ես տենց եմ հիշում։ Լավ, ուսումնասիրենք, եթե ժամանակ մնա։ Այո, ես ինչ շեդևր է։ Ես լավության տակից ոնց ենք դուրս գալու։ Մտածեք։ Շնորհակալություն։ Հա, չգիտի ոնց պետք է դուրս գամ լավության տակից։ Այս ասի պարքինգը, ընդերից եկանք, երանք կշտացանք, դեր աշկին զարմանալի լավն է։ Այ, Երանոս սարը անեիտ։ Այո։ Երանի հիմա ընդեղ էլ մենք։ Հենց կարող է շփոթում եմ, այստեղից կարող է գութանասարն է, գիտես։ Երանոս ավելի էր սազում Երանի բառին։ Գնացինք։ Լավ ես մասնեցույց տամ, քանի որ ես կամերայով եմ, հետո փոխեմ։ Այնտեղ թենիսնի կորտ է։ Հետաքրքիր է։ Թենիսի կորտ էր այնտեղ անայդ։ Լսեցի։ Թենիսի կորտ։ Այո։ Հիմա քեզ մի բան ասեմ զարմանաս։ Ասա։ Այդ լիֆտը սասի տեսած չէ վերև բարձանում։ Կարաս ասես ինչ էր վերևում։ Չէ, չեմ կարող։ Ուրեմն առաջի մի երկու հարկո օֆիսներ էին։ Ուղակի։ Դե ներքևը իմացար ստայանքա է։ Ամենավերևի հարկում 4-րդ մոտավորապես։ Ինչ կարար ըլներ, հլը մի հատ մտածի։ Հյուրանոց։ Չէ։ Դե սիթիներում ինչ ալնում ընդհանրապես։ Ապրանքներ տան համար։ Ոչ։ Էլ չգիտեմ։ Ազնավուր ֆիլմը որտեղ նայեցինք։ Կինոթատրոն։ Մոտիկա, բայց կինոթատրոն չի։ Բայց չէ։ Դե ասա։ Էլ չեմ ասի ոչինչ, դու ասա ինչ էր։ Թատրոն։ Ուստ թատրոն։ Հենց։ Թատրոն։ Թատրոն տանիքում կոչվում է։ Այդ ախրանիկներին հարցրեցի, ասում եմ կարեմ բարձրանամ, ասում է չէ, իրանցից մարդ պետք է իջնի։ Ասում եմ իրանցից մարդ երբ է իջնում։ Ասում է երբ որ տոմս ունեք, բա տոմսը որտեղից առնեմ։ Ինչ են ասում տենց վաղտ։ Չգիտեմ։ Կամ օնլայնով։ Ապրես, օնլայն։ Տոմսը օնլայն ասում է։ Մտա Google, Instagram-ը կտա իրանց, ես կայանատեղի է, նայ։ Տեսնում եմ։ Եկել ես, շատ ներեղություն ես ինչ փողոց է գիտեք։ Ես Աբելյան փողոց։ Աբելյան, շնորհակալություն շատ։ Աբելյան փողոցն է, նայ։
Հետո այն կողմ շարունակվում է Գուրգեն Ջանիբեկյան փողոցն, այդ գիտեմ, բայց Աբելան մոռացել էի։ Հա, ու Instagram-ը գտա, հեռախոսի համար զանգ տվեցի, ոչ մեկը չվերցրեց։ Ուզում եմ ասեի գանք մի հատ ծանոթանանք ձեր թատրոնի հետ։ Ընդ որում ցանկը գիտես Բոհեմ թատրոնի նման էր ինչ-որ մի տեսակ։ Հա, այն օրը որ նայեցինք։ Ես ինչ այս խողովա կայմար ընդհատ աշկի տակ։ Ոչ մեն չեմ կարում նորմալ սյուս տամ։ Ստեղ էլ են ինչ-որ բան կառուցելու։ Անայտը իրավ մի պերաշկին չկերավ տենցել։ Տանը ես մածունի հետ կուտեմ։ Ես ինչա, պրծավ անայտ բալետը, սա հետ են գալի։ Հա, մի հատ դու մերոնց պատմի, ես ոնց էի շփոթել։ Ասում եմ Մարինյան թատրոնում, ասում եմ օպերա լսեցինք։ Չէ, մենք բան ենք նայել։ Լեբեդին օզերը, հա, ես դու մայր Մարգարիտան։ Դե հա, դու արդեն որ ասեցիր, ես հիշեցի։ Բայց մենք այդ թարսը որտեղ է։ Ավստրիայում, Վենայում նայեցինք Վոլշեբնե ֆլեյտա օպերա։ Չէ, Միլանի թատրոն։ Լասկալայում մենք բան նայեցինք։ Այո, Լասկալայում մենք Զոլուշկան նայեցինք։ Բալետ։ Հա։ Զոլուշկան էր։ Այո։ Քեզ հիշում։ Չի ճիշտ է։ Թե մենք հակառակը Զոլուշկան նայեցինք։ Չէ, Վոլշեբնե ֆլեյտան նայել ենք, այդ հաստատ։ 100%։ Կարող անգամ են գնացել։ Վենայում։ Հա։ Չէ։ Բայց Զոլուշկան ինչ էր, որ երգում էին այդ կաֆեդրայի մոտ կանգնած Խորտ մայրը եւ երկու քույրերը։ Ճիշտ է։ Բայց չէ։ Լավ է չենք հիշում։ Դու ասա Լասկալայում ինչ գնացինք։ Բալետ։ Չէ, ոնց էր կոչվում։ Չեմ հիշում, արդեն ես սկսել եմ խառնել։ Կարող է այդ Զոլուշկան էր, չէին երգում, ուղղակի իմիտացիա էր։ Կարող է։ Հա։ Մոխրատիտիկ։ Մի խոսքով հիշում էի, որ միտեղ թարս են գնացել։ Հա, Սպասի Անայտ են հայ կինը, որ երգում էր Գուլեևա էր։ Հա։ Մենք դա Մարինինսկիում չգնացինք։ Դե երկրորդ անգամ գնացինք։ Հա, Մարինինսկիում։ Չի, բանը Ալեքսանդրիյսկի բանում ենք, թատրոնում ենք նայել, Կարապիլիջը։ Հետ ենում ես, ճիշտ եմ ասել երեկել, ինչ սա խառնեցիր իրար։ Հա, Մարինյան թատրոնում մենք օպերա ենք գնացել բալետի տեղը, սաղ ճիշտ էի ասում։ Գուրեևա էր, չէ, այդ երջու։ Ստեղ ինչ էր Անայտ, հիշում ես։ Այազգանը համորանում ես ուտ կնոչ։ Լավ էտ անցանք, ստեղ ինչ էր անցել։ Գիտեմ։ Ոնց չգիտես։ Կինոթատրոնը։ Բա Նա ներքև էր առնում։ Արագացներ Անայտ։ Ոչ։ Յա։ Մոյից ահագին ներքև էր կինոթատրոնը։ Շատ բանանես կդիմեմ Իգորին Չիլինգարյան, թող գրի։ Թող գրի։ Ինքը ստեղ է ապրել։ Ստզվելի գազի մոտա չէ գալի։ Որտեղից է գալիս։ Մեքենաներից մեկից էլի։ Ո՞ց չի շնչում, որտեղ են գնաց ինչ-որ միտեղ։ Մեկ փոշի, մեկ եսի ձգի հոտ, մեկ գազի հոտ։ Դու կգերադասեիր դուխիների հոտեր գար։ Չի, մաքրության հոտ։ Թարմ օթի հոտ։ Այո, ես էլ Թումոյի բանն է, կայանատեղին է նայի։ Ես կողմը դուրսնել էին գործանում, են ներսը դահլիճներն են կարել։ Դահլիճներ չէ, էլի ֆոյեները։ Արել մա ցենց գնանք էլի, են մասը սաղ գիտենք։ Բայց ներս չեն թողնի մեզ։ Ներս չէ, են կողմից ստեղ կա դուրս գալու։ Կողմից պետք է բարձրանա։ Լա, Կահակի պետք է բարձրանա։ Չես ուզում։ Չգնանք։
Ահագին չենք վարձանում, են ֆանտանների մոտ ենք դուս գալի իրենց այդտեղից օրիգինալ ճանապարհով է ուզում տանել չուզեցիր դες ինչ լավ ներկել է Ժիգուլի է կարծեմ 05-ը արդեն մոռացել եմ հանար Ես վաղշի չի տարբերում որը ինչ է Մերը ինչ էր Իմիջալից մերը ջորի էր Իմիջալից ասեմ ես Իհարկե Վիկիպեդիայում եմ կարդացել, ես այդքան բան չգիտեի Բայց ես ներքևը խի է, շովերը խոնավացել, իսկ վերևը չէ Ապիրի կողքը հենց ավան, Լիբանյան ճարտարապետ է հեղինակը Այո Բայց ազգով հայ, հա? Այո Ուրա Հեսա նայ սենց Գալիրեայի նման Gallery Իսկ դու հիշում ես մերոնցից մեկը կար է Հանդիպեցինք էլ լճում Մոսկովյան լճում Կինն էլ Ֆիլիպինկա էր, եթե չեմ սխալվում այո Ինքը դրուգա Facebook-ում Հա? Այո Ինքը Սեմ Սիմոնյանին գիտեր լավ Հա, անձամբ գիտեր Հա, ու իր մոտ ինչ մասնագիտություններ, ինչ որ տենց IT ոլորտի ինքը մասնագետ էր էլի Ասում էր, ես իրան խոստացել եմ 3 ամիս աշխատեմ Վալանջոր էլի որպես Ասեց հարմարվի Հենց էլ չիմացանք աշխատես թե չէ Հեսա նայի ջուր է ես Ջուր է նայի երեք չկար ջուր Ինչ լավ տեղ է չէ Ես երաժշտությունն էլ երաժշտություն ինչ սազում է չէ Հա, իրանք էլի փորձ են անում անե Էլի երեկվա փորձ են անում Умирающий лепить Սենսանս է չէ Լավ ոնց ուզում ես անում հետեմ Մարդ կտար բան հարցնելու Ձերքերի շարժումը Համարյա Պլիսեցկայի նման Բայց умирающий լեբիջ էդ ինչ է, ինչ որ վալետից է Չէ, դա առանձին համար է տենց Հա, умирающий լեբիջ Ոնց, Պլիսեցկայի հայտնի համարներից մեկն էր Ձերքերը, բան, լավ չէ, շարժումները Բայց հիմա շատ են վարպետացել, դրա համար եմ ասում, համարը չէր տարբերվում Ուրեմն Անահիտի հետ պայմանավորվել ենք Ես էլ ոչ մի համար, ոչ մի բան չեմ նկարում Հանգիստ նստում նայում եմ իրա ինձ համար Երեք հոգիս դուս եկավ, կարգին բան չհասկացա Ես գիտես քանի հատ բան էի նկարել Քանակը Դրվագներ 70 թե 80 հատ դու պատկերացնում ես այդ սաղ այդ մոնտաժի պատմությունը Հիմա ինչ ես գնամ բերեմ այդ շորերը սա մեքենայից Բայց ճանապարհ դիրն է, ասես ես մենակ չեմ կարող Мы договоримся сейчас это хорошо. Маркет я сейчас скажу. Спасибо большое. Мы будем проверять общие поклоны? Если есть кто-то за кулисами, то давайте проверим. Если нет солиста, то тогда давайте просто перед... По объявлению. Хорошо. Да. Мы перед ставим факт, просто проверим. Մեծ աջալ բերենք, ստե պարկենք անայդ Ինչի է դել մենք հոյակապ այսինց պլեդ ունենք Հա ճիշտ է մարդ, հա Չվայմեցինք բերենք
Բայց քեզ է թվում, երկար ճիշտ է։ Հոգնածնում։ Դե պետք է քեզից պարկենք երևի։ Հայլիով նայենք։ Բեմի վրա։ Էլի լիքն է նայ մարդ։ Դահլիճ։ Տեսակ չէ, քանիսին եկանք հազիվ։ Տարածքը։ Էլի այդ նույն ծառի մոտ մի հատ բան գտանք։ Տեղ։ Դարել է մեր հարազատ ծառը։ Էս էր, չէ։ Այո։ Բայց երեք ծառի դիմացն էր, վերևի մասին։ Ծառի ներքևը։ Երեք ծառներ մեզ խանգարում, այսօր մենք ծառին կխանգարենք մի խոսքով։ Այս մեքենաները Հավաբյանից են իջնում բարձանում ու սենց իջնում են ձորը։ Եկեք մի հատ այս կամուրջի վրա դուրս գամ հլը։ Բեմը ընդեղ մնաց։ Այս ուղղությամբ հեսա։ Այս այդ նույն ճանապարհն է, որ ցույց տվեցի, Հալաբյանա դուրս գալիս ձորից։ Այսպես Երևան կամուրջ, Համալիրը։ Այս արդեն նորակառույց է, այս շենքը։ Չեմ հիշում ես։ Նայում եք կամուրջից, այս կողմից որ գնում ես, ձախ կողմի վրա է։ Մի րոպե մի հատ մի քիչ այն ուղղությամբ գնամ։ Ես թվում նոր բաներ կերևա ձորում։ Այ այնտեղ է Թումանյանի այգին։ Չեմ նայում պատերեն Այո, այստեղ հակին նորություններ է երևում։ Օրինակ այս մեկը, այս ներքևը Ֆլորանս ռեստորանն է։ Ինչքան մարդ կա, ինչքան մեքենա կա։ Այն մասն է գլխավորը, համառային մանավանդ, բայց ստեղ էլ հագին մեծ սրահներ են, դա մի րոպե մի քիչ ենք գնամ են թակառակ, լավ ես վերևը մի հատ նայենք, Ես այդ Ֆլորանսի այս կետից արդեն երկու կողմն էլ երևում են, այս կողմը ու այս մի կողմը։ Այս տեղից փաստորեն կամուրջից ընկում լավ չի, հա, սենց է։ Չնայած Թումանյանի այգին բավականին լավ էր, այս կամուրջը խեր սենց խնդի վիճակում։ Ես տենց է մի բան չի մացա այդ Թումանյանի այգում շատ լավ խաղահրապարակ կար, ֆուտբոլի, բասկետբոլի, դա Թումոյինն է, թե քաղաքապետարանինն է, այնտեղ տղաներին հարցնում էի խաղացողներին, ոչ մեկը չգիտեր։ Եթե մեկը գիտի, ժողովուրդ, արձագանքեք։ Այդ խաղադաշտերը ով է խնամում, հետևում։ Ընդ որում անվճար էր, զարմանալի էր, որտեղ ահագին լավն էին։
քան 7 րոպե է։ Դա մեր ծառը։ Այսօր ծառի առջևն ենք։ Եկես տրամադրության մեջ մտնենք, չէ՞, երաշտական։ Ծրագրով։ Մինչ այդ հրավիրում ենք ձեր ուշադրությունը։ Խնդրում ենք ծնողներին ուշադիր լինել երեխաների հանդեպ։ Միմյանց կորցնելու դեպքում խնդրում ենք մոտենալ ծառայողական մուտքի մոտ, որը գտնվում է բեմի ձախ կողմում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի բալետային 3-րդ միջազգային փառատոնը շարունակում է իր ընթացքը։ Հազարավոր մարդկանց երջանկացրած այս փառատոնը օր-օրի փոխում է մեր կյանքը, մեր առօրյան, մեր միջավայրը եւ տեսնելով մեծից փոքր տասնյակ հազարավոր հանդիսատեսի գոհունակությունը, այս հիասքանչ մթնոլորտը եւս մեկ անգամ համոզվում ես, որ իրապես գեղեցիկը կփրկի աշխարհը։ Բալետային արվեստի նմանատիպ տոն կազմակերպվող եւ իրականացվող համայնքն ու հանրությունը քաղաքակրթական միանգամայն այլ հարթությունում է եւ երախտագիտության խոսքերս եմ ուզում հղել ձեզ, սիրելի հանդիսատես, այս աննկարագրելի մթնոլորտի եւ ջերմության համար բարձր, որը վստահաբար փոխանցվում է նաեւ ելույթ ունեցող արտիստներին, իսկ մեր հյուրերը այս ջերմությունը տանելու են իրենց հետ, հիշելու են Երևանը, երևանյան արվեստասեր հանրությանն ու Հայաստանից մի մասնիկ պահելու են իրենց սրտում ողջ կյանքի համար։ Սիրելի հանդիսատես, Մարինյան լեգենդար թատրոնի երեկվա փառահեղ ներկայացումներից հետո այսօր սկսվում է ոչ պակաս ֆանտաստիկ երեկո։ Մարինյան թատրոնը ձեզ համար պատրաստել է գալա բալետ ծրագիրը, որում ամփոփված են թատրոնի խաղացանկային ներկայացումների լավագույն հատվածները։ Եվ այսպես, ծրագրի առաջին բաժնում կցուցադրվի հռչակավոր Կարմեն Սյուիտ բալետային ստեղծագործությունը, գլխավոր դերերում Եկատերինա Կոնդաուրվա, Ռոման Բելյակով, Կոնստանտին Զվերև, Անաստասիա Յարոմենկո, Նաիլ Ենիկեև, Բիբորկա Լենդվայ, Ալեքսանդրա Լամպիկա և Անաստասիա Զինչենկո։ Ընդմիջումից հետո կցուցադրվի բալետային դիվերտիսմենտը կազմված տարբեր բալետային ստեղծագործություններից։ Մարիա Շիրինկինայի և Եվգենի Կոնովալովի կատարմամբ կցուցադրվի Քնած գեղեցկուհին բալետից Պատեդեն։ Կցուցադրվի հատված Գայանե բալետից Մաքսիմ Իզմեստևի, Եվգենիա Սավկինայի, Նաիլ Խարնասովի, Ալիսա Ռուսինայի և Նաիլ Ենիկեևի կատարմամբ։ Այնուհետև Ռենատա Շակիրովայի և Ֆիլիպ Ստյոպինի և Վլադա Բորոդուլինայի կատարմամբ կցուցադրվի Պատեդե Դոն Կիխոտ բալետից։ Եկատերինա Կոնդաուրովան և Նիկիտա Կորնեևը կկատարեն Ադաջոն Սպարտակ բալետից։ Մեր փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ Դիաննա Վիշնյովան կկատարի Սենսանսի մեռնող կարապը ստեղծագործությունը։ Իսկ ծրագրի վերջում Վիկտորիա Տերյոշկինան, Կիմին Կիմը և Ռոման Բելյակովը կկատարեն Պատետրուան Կորսար բալետից։ Օրի բարձր ծափահարենք մեր արտիստական կազմին և իհարկե Մարինյան թատրոնի նվագախմբին, դիրիժոր Արսենի Շուպլյակով։ Մաղթում եմ ձեզ բարի դիտում։ Այսօր երեկվանից ցուրտ է։ Լավը, այսօր ավելի շատ հագուստ էինք բերել։ Գնամ բերեմ Սալադանը։
Այս օպերատորը մեջն է անգնում, այսօր հաջող չի ստացվել։ Դրա համար հավես չունեմ էլ նկարելու ժողովուրդ։ Գայանե բալետներ նկարեցի։ բայց անհամեմատ ցուրտ է երեկվա հետ։
կոմունիստիկ տոները։ Լավ ռեպերտուար է, ապսուսակցը նկարեցի։ Չէ, են օպերատորն են մտել է։ Այդ կարսանը вообще։ Потрясающе, Դոնկի Քոտն էլ շատ լավ է։ Բոլորն շատ լավ են, բոլոր համարները։ Այժմ լավանար միշտ առողջ։ Առողջություն և խաղաղություն բոլորին։ Զսիրեք զը արվեստը։ Ծրագիրը կկայանա հունիսի 13-ին, ժամը 20:30-ին։ Փառատոնը կեզրափակի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սրբազան Գարուն և Բոլերո X բալետային ստեղծագործությունների պրեմիերաներով։ Մաղթում ենք ձեզ հաճելի երեկո և մինչ նոր հանդիպում Երևանի բալետային 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Տեղեկացնում ենք, որ մոտակա Կանգառից գործում են անվճար ավտոբուսային երթուղիներ դեպի Բարեկամություն և Զորավար Անդրանիկ մետրոկայաններ։